10-15 տարի առաջ Հայաստանում այդ խոսույթը կար, դե մեր ապրանքները ով կառնի, մեր որակով չի, մենակ ստեղ կառնեն, այդ ժամանակները անցել են։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Հայաստանն այժմ գտնվում է զարգացման եւ ինտենսիվ գյուղատնտեսության այնպիսի փուլում, որտեղ հայկական արտադրանքն իր որակով չի զիջում եվրոպական շուկայի ապրանքներին, ինչի շնորհիվ էլ արտահանման տեսանկյունից մեծ խնդիրներ չեն առաջանում։ Նախարարը նաեւ ընդգծեց, որ մասնավորապես ջերմոցային տնտեսությունների աջակցության ծրագիրը հաստատվել է կառավարության նախորդ նիստում։ Պետությունը սուբսիդավորում է մաքսատուրքերը, որի արդյունքում արդեն իսկ արտահանումներ ունենք դեպի Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ։ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի մի մասը, մի էական մասը, հատկապես այն մասը, որոնք որ ստեղծվել են պետական աջակցության ծրագրերով, դրանք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են, հարյուրավոր հեկտարներով ջերմատնային տնտեսություններ են, դրանք ամբողջությամբ համապատասխանում են բոլոր ստանդարտներին եւ հեշտությամբ կարող են վաճառվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում։ Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին այդ արտադրանքները չեն համապատասխանում։ Պապոյանի խոսքով արտահանման հիմնական խնդիրը ոչ թե որակն է, այլ լոգիստիկան։ Մեծ հեռավորությունը, փակ սահմանները, ծովի ելքի բացակայությունն ու երկարատև տրանզիտը մեծացնում են ծախսերը, ազդելով ապրանքի վերջնական գնի վրա։ Այս ամենի ֆոնին խոսվեց նաև գազի գնի հնարավոր թանկացման մասին, ինչի վերաբերյալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդարյանը նշեց, որ պաշտոնական տեղեկություն չկա։ Ամեն ինչ ընթանում է բնականon հունով, ռիսկերը կառավարվում են եւ քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն։ Ինտենսիվ աշխատում ենք Գազպրոմի մեր գործընկերների հետ, այս բան ավելացնելու ոչինչ չկա, այսինքն նոր բան չկա, փոփոխություններ չկան, մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, ստանում ենք այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագինը սահմանված է պայմանագրերով, դեռևս այդ պայմանագրերը իրեն ժամկետի մեջ են գտնվում, պայմանագրերը մինչև տարեվերջ եւ 2027 թվականի տարեսկիզբ դեռևս, ուրեմն ժամկետի մեջ են գտնվում։ Թեմային անդրադարձավ նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, նշելով, որ թանկացման վերաբերյալ որևէ խոսույթ դեռ չկա, բայց եթե անգամ լինի, լուծումներ կգտնվեն։ Նա հավելեց նաև, որ վերջերս կառավարության նիստում խոսվել է էներգիայի կուտակիչ կայանների կառուցման մասին, ինչը եւս խնդրի լուծման ճանապարհներից է։ Աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները վերականգնող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական բարեբախտաբար զարգացել է առաջանցիկ տեմպերով եւ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց։ Գլխադասային հանձնաժողովի նիստում զեկուցվեց նաև ճանապարհաշինության մասին, որտեղ Դավիթ Խուդարյանը մասնավորապես անդրադարձավ ասֆալտապատման աշխատանքների որակին, նշելով, որ տեղացի մասնագետների հմտությունները միջազգային չափանիշներին հասցնելու նպատակով ակտիվ համագործակցություն են ընթանում արտասահմանյան գործընկերների հետ, ինչպես նաև պլանավորվում է ձեռք բերել ասֆալտապատումը հեշտացնող նոր տեխնիկա։ Խուդարյանը նաև ընդգծեց, որ իրանական կողմի հետ հաջողությամբ իրականացվում են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Սպայն Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է 32 կիլոմետր ճանապարհի վրա կան ուրեմն 2 թունելներ, 15 կամուրջներ, փաստացի այդ հատվածով կառուցվում է Հայաստանում երբևէ կառուցված ամենամեծ կամուրջը, որի երկարությունը ավելի քան 700 ուրեմն մետր է։ Մեր ստացած տպավորությամբ աշխատանքները որակական առումով եւ ժամկետային առումով բնականon հունով են ընթանում, բայց քանի բուն ասֆալտապատման աշխատանքները չեն ավարտվել եւ այդ ճանապարհը չի հանձնվել երթևեկության, ես կդժվարանամ ավելի խորքային գնահատականներ տալ։ Անդրադարձ եղավ նաև ատոմակայանի շահագործմանը, որի մասով Խուդարյանը նշեց, որ այն երկարացվել է 10 տարով։ Բացի այդ, զուգահեռ աշխատանքներ են տարվում նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ, որի մոդելի ընտրությունն արդեն արված է։ Լուիզա Սարգսյան, Հորիզոն։